Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց նկատմամբ ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել է մի շարք իրավախախտումներ։ Այսպես, սահմանափակ պատասխանատվությամբ 3 ընկերություն, չունենալով կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա, իրականացրել են արտարժույթի առուվաճառքի գործարքներ։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ընկերության վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների հիմքով հարկային օրենսգրքի 407 հոդվածով սահմանված խախտման փաստի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Միաժամանակ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ։ Մեկ այլ դեպքով անհատ ձեռնարկատեր ԳԴ-ն 100,000 դրամը գերազանցող առուվաճառքի գործառնությունների համար չի պահանջել հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ եւ գործարկը ձևակերպել է իր որդու անձնագրով, խախտելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված կարգի պահանջները։ Արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցն էլ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չպահանջելու նպատակով 100,000 դրամը գերազանցող առուվաճառքի գործարկը բաժանել է երկու մասի, որով եւս խախտել է կենտրոնական բանկի կողմից հաստատված կարգի պահանջները։ Իսկ անհատ ձեռնարկատեր ԱՄ-ն, ՀՀ-ն եւ ՀՂ-ն խախտելով արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածների պահանջները իրականացրել են արտարժույթի փոխանակման գործարքներ եւ չեն տրամադրել սահմանված կարգով, ձևով եւ վավերապայմաններով արտարժույթի առուվաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրերը։ Եվս երկու ընկերություն թաքցրել է շուրջ 60 միլիոն դրամի հարկվող շրջանառություն։ Արդյունքում պակաս է հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել 11 միլիոն ՀՀ դրամ հարկ։ Իրականացված միջոցառումների շրջանակում վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։ Պետական եկամուտների կոմիտեն արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելիս պահանջել համապատասխան հավաստիացնող անդորրագրերը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները տրամադրվել են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։